Բարև սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ+-ի Postscriptum հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխարյանը, շնորհակալություն Ավետիք։ Շնորհակալություն։ Թեման օմբուդսմենն է, հա, նրա հրաժարական է, այդտեղ արդեն երրորդ օմբուդսմենն է, չէ՞։ Երբ որ նշանակում են, բոլորն ասում են կամակատար է, պարզ է դե ինչի համար են նշանակել։ Բայց հետո ասենք 2-3 տարի անցնում է, այդ նույն իշխանությունը, որը նշանակել է, ասում է, որ նա անհաջող կադր է։ Այդ մեխանիզմը բացատրեք, ինչպես է ստացվում։ Շնորհակալություն, փորձեմ բացատրել։ Գիտեք, իմ ուսումնասիրության արդյունքում ես եկել եմ այս եզրակացության, որ ընդհանրապես այդ ինստիտուտը, օմբուդսմենի կամ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, պայմանական ես բաժանում եմ 3 խմբի ըստ ռեգիոնների։ Ասենք եվրոպական, նախկին խորհրդային որոշ հանրապետությունների, ինչպես նաև, ասենք, ոչ այսպես բռնապետական երկրներ, ասենք Ադրբեջան եւ Կենտրոնական Ասիա։ Եվրոպայում այդ ինստիտուտի, որ եղել է սկանդինավյան, շվեդական մոդել է եղել, որն է դրա ներդրման իմաստը։ Ներդրման իմաստը դիտել է ինքը արդեն լինելով իշխանության տարանջատում, ունենալով անկախ դատարան, մարդու իրավունքների պաշտպանվածություն եւ այլն, դա լրացուցիչ մի խթան է հանդիսացել մարդու իրավունքների պաշտպանության համար, որպեսզի շատ չծանրաբեռնվեն դատարանները եւ ինքը ինստիտուտը շատ հեղինակավոր կառույց է եւ նրա առաջարկությունները, նրա ասածները մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված, դրանք պարտադիր են, այսպես ասած, ոչ իրավական, բայց պարտադիր են լինում հիմնականում բարոյական առումով կատարման համար։ Եվ բավական արդյունավետ է գործում նաև օմբուդսմենի ինստիտուտը այն երկրներում, որոնք այսպես ասած պայմանական անցումային շրջանում են, բայց հասարակությունը իշխանության հետ միասին գնում են դեպի այդ արժեքների պահպանմանը։ Պայմանական, ասենք, Լեհաստանում, երբ որ 90-ական թվականներին այդ ինստիտուտը ներդրվեց, Լեհաստանի օմբուդսմենը մեծ աշխատանք արեց իշխանությունների աջակցեց այդ բարեփոխումների հարցում։ Երրորդ տիպի օմբուդսմենի ինստիտուտը, երրորդ տիպին եմ անդրադառնում, դա բռնապետական երկրներում օմբուդսմենի ինստիտուտի ներդրումն է, որը ցուցափեղկի դեր է կատարում։ Պայմանական վերցնենք մեր հարևան Ադրբեջանի օմբուդսմենը, որը նույնպես Եվրոպայի խորհրդի պահանջով էր ներդրվել, իրականում նա երբեք չի քննադատել իշխանություններին, երբ որ այնտեղ մարդու իրավունքների վիճակը անհամեմատ ավելի լավ է, քան այլ երկրներում, մասնավորապես Հայաստանում։ Եվ անդադ նա կամ Հայաստանի դեմ է խոսում, այ ավելի վատ է։ Եվ երբեք չի քննադատում իշխանություններին։ Այդպես է նաև Կենտրոնական Ասիայում էլ կան օմբուդսմենի ինստիտուտ։ Այդտեղ էլ օմբուդսմեն։ Այո։ Եվ շատ այլ երկրներում էլ կան։ Թուրքմենստանում կա օմբուդսմեն։ Թուրքմենստանում չգիտեմ, կարծեմ չկա ոչ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, Ռուսաստանին, նաև պայմանական, ավելի շատ Հայաստան, Մոլդովա եւ այլն, այստեղ գիտեք ինչ է։ Դա օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը դա ոչ թե եղավ ընդհանուր հասարակական պահանջ, քաղաքական հասարակական պահանջ, ինչպես եղել է Եվրոպայում, այլ դա եղավ Եվրոպայի խորհրդի պահանջներից մեկը։ Դա պահանջ էր, անդամակցության ընթացքում դա ներդնել։ Եվ իմ համոզմամբ Հայաստանի իշխանությունները այդ ցանկությունը ժողովրդավարական փոփոխությունների, բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության չեն ունեցել։ Եվ չունեն։ Բայց այդ ինստիտուտը պետք է դնել։ Հայաստանը բռնապետական երկիր չի, եկեք ընդունենք։ Հայաստանում կա հասարակական կարծիք, մենք ունենք որոշակի ազատություններ, որ մենք հիմա զրուցում ենք այստեղ։ Սա նույնպես ինչ որ ազատության արդյունք է, ճիշտ է, թե ոչ։ Եվ օմբուդսմենը, երբ որ նշանակվում էր առաջին, երկրորդ, երրորդ, ամեն դեպքում նա եղել է իշխանության տեխնացուն 3-ն էլ, որը մեկը թող չմտածի, որովհետև կան տարբեր մոդելներ նշանակման, մեզ մոտ ամեն դեպքում դա եղել է իշխանությունների տեխնացուն։ Բայց այստեղ նշանակված անձը, երբ որ շփվում է արդեն կոնկրետ մարդու իրավունքների ոլորտին, նա երկու ճանապարհ ունի, կամ, ինչպես ասացի, Կենտրոնական Ասիայի ճանապարհը, դրանց մասին չբարձրաձայնել, կամ փորձել բարձրաձայնել։ Երեքն էլ փորձել են բարձրաձայնել։ Մի դեպքում եթե նա չբարձրաձայնի, իշխանությունների մարդը կլինի եւ նա պաշտպանված կլինի իշխանությունների։ Հաջողված կադր։ Այո։ Մյուս կողմից, բայց նա կվարկաբեկվի հասարակության աչքի առաջ։ Իսկ մեր մոտ հասարակական կարծիք կա։ Եվ իսկ երբ որ նա սկսում է քննադատել, նույնիսկ մեղմ քննադատություն, դա ոնց թե իմ նշանակած մարդը հանկարծ ինձ քննադատում է, որոնք շատ ցավագին են ընդունում։ Եվ հիշեք առաջին օմբուդսմենի Լարիսա Ալավերդյանի զեկույցի հետ կապված ինչ կոշտ արձագանք եղավ Արդարադատության նախարարության, Դատախազության վճռաբեկ դատարանի կողմից։ Այսինքն, գիտեք ինչ է, նույնիսկ չեն ընդունում թե մեղմ քննադատությունը, չեմ ասում լուրջ քննադատությունը։ Եվ այս տեսակետից գիտեք ինչ է, դառնում է օմբուդսմենը
օմբուդսմենի հիմնական մարդու իրավունքների պաշտպանի հիմնական գործունեությունը պետք է լինի իշխանությունների հետ համագործակցություն։ Նրա առաջարկությունները եւ այլ իշխանությունները պետք է կատարեն։ Եթե իշխանությունները նրան բոյկոտում են եւ բլոկի մեջ են դնում, ապա նա լավագույն դեպքում կարող է դառնալ հրապարակախոս կամ քաղաքական գործիչ, հրապարակախոս կամ քաղաքական գործիչ, բայց արդեն արդյունավետության մասին խոսելն ավելորդ է։ Մենք ունենք այդ իրավիճակը եւ ես կարող եմ արդեն այս միջև էտել այդ կասկածները կային, որ Հայաստանում ըստ էության այդ ինստիտուտը չկայացավ։ Հիմա ասում եք նշանակում է իշխանությունը։ Ինչ ձև կարող է լինի, որ իշխանությունը չնշանակի։ Այսինքն ազգային ժողովն է թե նախագահն է նույնն է, չէ՞։ Փաստորեն մեզ մոտ նույնն է։ Գիտեք, այստեղ շատ լավ հարց տվեցիք։ Փաստորեն կան, այսպես ասած, փարիզյան սկզբունքներ կան եւ ի վերջո եվրոպական այդ սկզբունքը օմբուդսմենի այսպիսի հարց կա, որ կոչվում է այդ պարլամենտական օմբուդսման։ Այսինքն, որ դա ոչ թե պետք է նշանակվի գործադիրի կողմից, այլ պետք է պարլամենտի որակյալ մեծամասնության, որտեղ մասնակից լինի նաեւ ընդդիմությունը։ Բայց որտեղից իմանա Եվրոպան, որ Հայաստանը որակյալ մեծամասնություն նույնպես իշխանությունն է։ Այսինքն այս դեպքում նույնպես իշխանության կողմից է, բայց կան տարբեր մեխանիզմներ նաև։ Օրինակ Բոսնիայում օմբուդսմենի նշանակումը նաև արտախորհրդարանական ուժերի կարծիքն է, բավականին լուրջ, հասարակական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների եւ այլն։ Այսինքն կա ինքը այդ կերպարը, այդ անձը պետք է լինի կոնսենսուսային հասարակության հետ, ոչ միայն ասենք իշխանության եւ ընդդիմության։ Այդպիսի մեխանիզմներ էլ գոյություն ունեն։ Մեր մոտ կաշխատի այդ, ասենք 60 կուսակցություն նշանակի օմբուդսմենի եւ 1000 հասարակական կազմակերպություն։ No comment։ Հա։ Դժվար է ասել։ Հիմա շատ են ասում, դե որ մարդը, որը պաշտպանում է բոլորին, ինքն էլ անպաշտպան է, դե էլ ինչ եք ուզում։ Այդ բանին փաստարկին ինչ կասեք։ Դա թողից ներեն այդպես ասողները, գուցե նրանք լավ իմաստով են ասում։ Լավ իմաստով են ասում, այո, բայց ես այսպես կասեմ, ով է պաշտպանված Հայաստանում եւ ինչ է նշանակում Հայաստանում պաշտպանված լինելը։ Հայաստանում պաշտպանված են, օրինակ ես ասենք այն երիտասարդները, որոնք հանրաքվեի օրը բռնությունների էին դիմում, կեղծիքների էին դիմում, այսինքն պաշտպանված է այն անձը, որի հետևում թիկունքին կանգնած է իշխանությունը։ Այսինքն մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանված կլիներ, եթե իշխանություններին չքննադատեր, այդ դեպքում պաշտպանված կլիներ։ Իսկ ուրիշ ինչ ձևով նրանք պետք է պաշտպանված լինի, շատ ներողություն։ Հիշում եք, ես օրինակ բերեմ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո, երբ որ Արմեն Հարությունյանը երկրորդ պաշտպանը խիստ քննադատության ենթարկեց իշխանություններին, հետո պահանջեց, որ իրեն տիկնապահ տրամադրեն։ Ահա պաշտպանվածություն։ Մյուս պաշտպանվածությունը գուցե կարող է լինել հասարակական մեծ աջակցությունը։ Դա նույնպես պաշտպանվածության երաշխիք է։ Ինչ որ չափով, իհարկե ոչ այն չափի, ինչ որ ես ասացի, բայց էլի երաշխիք է։ Բայց այսպես ասեմ, Հայաստանում ցավոք սրտի հասարակությունն էլ հանրությունն էլ լավ չի պատկերացնում պաշտպանի գործունեության իմաստը։ Հանրության համար, քանի որ հիասթափված են դատարանից, հիասթափված են գործադիր իշխանությունից, ոստիկանությունից եւ այլն, նրանք հանկարծ մարդու իրավունքների պաշտպանը, իրենց թվում է թե մարդու իրավունքների պաշտպանը իրենց խախտված իրավունքները պետք է վերականգնի։ Առանց գիտակցել, որ նա քվազի դատական համակարգ է, նա միայն կարող է առաջարկություններ անի։ Եվ այս դեպքում մի հատ նոր հիասթափություն էլ գալիս է հասարակության կողմից, որ գնացինք դիմեցինք, բան չարեց։ Այսինքն երկու կողմից էլ պաշտպանված չի։ Դա նշանակվում է ինչ որ օրենքով եւ ոչ ոք չի կարող նրան հանել, չէ՞։ Ինքը կարող է հրաժարվել։ Դա պաշտպանություն է թե։ Դա պաշտպանություն, դա իրավական պաշտպանության հարց է, որովհետեւ գոյություն են տարբեր։ Ի վերջո կներեք, իրավական պաշտպանված են նաեւ ընտրությունների ժամանակ դիտորդները, մյուսները, նրանք էլ են իրավական պաշտպանված են բոլոր քաղաքացիները, բայց մի կողմ է իրավական պետության մեջ դիմես պաշտպանված, մյուս կողմն է ոչ իրավական պետության մեջ օրենքները կան, բայց դու պաշտպանված չես։ Ինչ վերաբերում է ընդհանրապես այդ ինստիտուտին, ես վստահաբար ասում եմ, որ Հայաստանում եթե կա անկախ պետական կառույց, դե յուրե անկախ պետական կառույց, դա մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն է, իսկապես դա դե յուրե անկախ կառույց է։ Հա, նոր սահմանադրության տեքստում ինչ է գրված օմբուդսմենի։ Նոր սահմանադրության տեքստում բավականին վիճելի հարց կա դրված, որովհետև ըստ նոր սահմանադրության մարդու իրավունքների պաշտպան նշանակում է էլի որակյալ մեծամասնություն, բայց 3/5-ով։ Իսկ ինչ է 3/5-ը։ 60%-ն է, չէ՞։ Մենք ունենք 89-րդ հոդված նոր սահմանադրության մեջ, որը ենթադրում է կայուն մեծամասնություն։ Իսկ ո՞րն է կայուն մեծամասնությունը։ Արդյոք նույն 60%-ը չէ։ Այսինքն այս հանրապետականը իր կցորդների հետ կունենա այդ։ Այո, այսինքն ես անհանգստանում եմ եւ լուրջ անհանգստանալու տեղ ունեմ, որ
թերևս արդեն նոր սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանը ավելի կախյալ կլինի նշանակման տեսակետից, քան մինչ այս գործողը։ Ինչ է առաջարկում 90%-ը թե 100%-ը։ Ոչ 3/4-ով։ Հա 3/4-ը բավականին լուրջ թիվ է։ Այսինքն 3/4-ի դեպքում արդեն ոչ միայն կցորդները, սատելիտ կուսակցությունները կմասնակցեն, այլև լուրջ ընդդիմադիր կուսակցությունները կմասնակցեն դրան։ Բարձր է։ Դա տեխնիկական գուցե հարց։ Օմբուդսմենը պետք է ունենա իրավական կրթություն։ Ցանկալի է, բայց պարտադիր չի։ Ես այդ կապակցությամբ ես միջազգային փորձը ինչ է ասում։ Միջազգային փորձը ասում է ցանկալի է, որովհետև գիտեք, ես միշտ այդ օրինակն եմ բերում, Խորհրդային միության օրինակը բերեմ, լավագույն իրավաբաններից մեկը Խորհրդային միությունում Վիշինսկին էր։ Փայլուն իրավաբան էր։ Այո։ Իսկ Սախարովը ֆիզիկոս էր։ Իսկ ով էր իրավապաշտպան, իսկապես այդ արժեքները կրողը։ Այսինքն ես կարծում եմ, որ պարտադիր չի, որ մարդու իրավունքների պաշտպան ունենա իրավական կրթություն, ունենան այդ արժեքները կրողը լինի, որովհետև նա կարող է ունենալ տեղակալներ, խորհրդականներ կրթությամբ, բայց ցանկալի է, որ ունենա իրավական կրթություն, իհարկե ցանկալի իրավաբանական կրթություն ունենա։ Հետո կներեք մի բան էլ ասեմ, իսկ միայն իրավաբան լինելը ես իհարկե չեմ ուզում տարածեմ բոլոր իրավաբանների վրա։ Հաճախ գիտեք ինչ է, իրավաբանների մեծ մասը, ոչ բոլորը, նորից եմ կրկնում, որ չվիրավորվեն իրավաբանները, մեծ մասը ավելի շատ օրենքի գերին են, քան իրավունքի։ Զեկույցներ, հա, ինչ է անում, զեկույցներ է գրում։ Սովորաբար բացասաբար են ընկալվում իշխանության կողմից, չէ՞, այդ բոլոր զեկույցները օմբուդսմենների։ Ինչ հարց է լուծվում, այսինքն ինչով է նրանց խանգարում, ինչա իշխանափոխություն կլինի այդ զեկույցի պատճառով, ինչ կլինի, որ այդքան նույն այդ նախարարությունները, չգիտեմ, ոստիկանությունները, դատարանները այդքան բուռն են ընկալում այդ զեկույցները։ Գիտեք, բացահայտվում են մի բան է, այլ բան է, երբ որ ասենք հասարակական կազմակերպություններն են բարձրաձայնում այդ հարցերը, ասենք թերթը։ Այո, ենթադրենք ասենք խոշտանգումներ են կատարում ոստիկանության բաժանմունքում կամ քրեակատարողական հիմնարկում տիրում են հիերարխիկ հարաբերություններ, այլ բան է դա, որը շատ ցավագին են ընդունում իշխանությունները եւ ասում են, որ դա սուբյեկտիվ է, այլ բան է, երբ որ դա պետական պաշտոնյան է այդ հարցերը բարձրացնում։ Եվ գիտեք, այստեղ մի հարց կա, շատ կարևոր մի հարց կա, նախ ընդունել թերությունները, իսկ մեր իշխանությունները որպես կանոն ձևական ասում են, մենք ավելի լավ գիտենք այդ թերությունները, որովհետեւ խոշտանգում չի կատարում, այսինչ այսպես, այսինքն չեն ուզում ընդունել այն խորքային թերությունները բացարձակապես։ Եվ երկրորդ հարցը, ցանկացած քննադատություն դա ընկալվում է որպես անձնական թշնամություն։ Եւ դա ոչ միայն այս ոլորտում է։ Հայաստանում ցավոք սրտի արվեստի, գիտության եւ այլ ոլորտում, գրականության ոլորտում, եթե ինչ-որ մեկին քննադատեց, ասենք որևէ բեմադրություն քննադատվեց, դա միանգամից կընկալվի, որ նա թշնամական է տրամադրված, դա պատվեր է կատարում, այսինքն քննադատություն մենք ընկալող ժողովուրդ չենք։ Իսկ պետական կառույցները առավել եւս ոնց թե այսօրով դառա, որ սա ինձ քննադատում է եւ այդ հարցերը բարձրացնում։ Ձեր հետ, այսինքն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են իրավապաշտպանության, վերջին օմբուդսմենը լավ էր աշխատում, նորմալ էր համագործակցում։ Թե այդպիսի խնդիր չկա ընդհանրապես։ Գիտեք, մի քիչ բարդ է ընդհանրապես օմբուդսմենի արդյունավետությունը գնահատականը տալ, մանավանդ մեր տիպի երկրներում, որովհետև գնահատականը կարելի է տալ, եթե օմբուդսմենի առաջարկությունների, զեկույցների եւ այլնի արդյունքում ինչ-որ մի բան փոխվել է։ Արդյոք որևէ բան մեզ մոտ փոխվել է։ Այսինքն բացի զեկույցներ գրելուց եւ այդ հարցը բարձրացնելուց ուրիշ հարց չի եղել։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, ես գիտեմ, որ ասենք կա խոշտանգումների կանխարգելման ՄԱԿ-ի այդ ազգային մեխանիզմի հարցում շատ հասարակական կազմակերպություններ համագործակցում են եւ այդ մեխանիզմի անդամ են, այսինքն համագործակցություն կա։ Երբ ամենատարածված բանը Հայաստանում, հա, վերջերս ակտիվիստները ինչ որ ակցիա են անում, ոստիկանները ասում են, որ այդ ակցիան անօրինական է, բախում է բան, բերման են ենթարկում եւ այլն։ Այստեղ ՄԻՊ-ի գրասենյակը մշտապես անպայման պետք է մասնակցի դրան։ Ռեսուրսների հետ է կապված։ Բավականին բարդ հարց է, ես ասեմ, որովհետև կոնկրետ մեր կազմակերպությունը մենք միշտ դիտարկում ենք անում խաղաղավաքների եւ հաճախ մեր ուժերը չեն հերիքում անընդհատ հետևելու։ Արդյոք ես ճիշտ ասած չգիտեմ, մարդու իրավունքների պաշտպան ունի այդքան ռեսուրսներ անդադ հետևելու, ցանկալի կլիներ, որ անդադ հետևել, որովհետև ամեն դեպքում դիտորդությունը մանավանդ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից սսպիչ դեր է կատարում ուժային կառույցների ոստիկանության համար։ Ցանկալի կլիներ, որ հետևեի։ Լինում են, դուք չեք բացառում այսպիսի մի դեպք, որ ակտիվիստները
հստակ գնում են դեպի բախում, որպիսի ձերբակալվեն եւ հետո ասեն, որ նրանք քաղբանտարկյալ են։ Համենայն դեպս ես այսպես ասեմ, մեր դիտարկումները ցույց են տվել, այդպիսի երևույթներ եղել են, ժամանակին եղել են, ես չեմ ուզում ասել, ժամանակին եղել են, նույնիսկ եղել է այսպես, որ դիտարկում է եղել, որ ասենք ոստիկանությունը գնալուց է եղել, հայհոյանք է եղել, ոտքին խփել են, հետո երբ որ հակառակ դեպքում ուժեղ աղմուկ է բարձացել եւ այլ եւ այլ։ Ելնում են, բայց այստեղ ես երկու խոսք եմ ուզում ասել։ Վերջի շրջանում մեր դիտարկումները ցույց են տվել, որ այդպիսի դեպքեր չեն եղել։ Հենց ձեզ ասեմ, ես այդպիսի դեպքեր չեն եղել ընդհանրապես, սա մեկ եւ երկրորդը, եթե նույնիսկ սադրիչ ուժեր են լինում կամ ներդրված քաղաքացիական շարժումների կողմից կամ ներդրված կամ ինչ-որ մեկը իրեն չի զսպում, որը նույնպես մարդկային է, ոստիկանությունը չպետք է այդպիսի պատասխան տա, ինչպես այն ապտակներ, որ մենք հիշում ենք, կամ այդպիսի բան ոչ համաչափ ուժ գործադրի։ Ես համենայնպես այսպես ասեմ, արդեն 1 տարին էլ էր անում, անցած տարի հունվարի 15-ին, երբ որ օպերայի բակում մարդիկ կանգնած էին 40 հոգի կանգնած էին եւ մոմավառություն էր լինում այդ Գյումրիի ողբերգության հետ կապված բացարձակապես որևէ սադրանքի մասի խոսք լինել չի կարող հանգիստ կանգնած էին երբ որ քաղաքացիական հագուստով այսպես ամրակազմ պարտվեց ոստիկաններ եկան եւ սկսեցին ուղղակի մարդկանց առևանգել ամենակոպիտ մեթոդներով այսինքն այստեղ որևէ հարց չկար եթե այդպիսի դեպքեր լինում են գիտեք ինչ է դա երևի եզակի դեպքեր են լինում եւ դա բացարձակապես նորից եմ կրկնում չպետք է հիմք հանդիսանա անհամաչափ ուժ կիրառում նաեւ մյուսների նկատմամբ եւ արդարացնելու իրենց Ես գիտեմ որ հիմա ակտիվիստները ինձ հում կուտեն իհարկե բայց մի հատ հարց տամ ձեզ սառը հայացքով իրավապաշտպանի Ես իրավունք ունեմ տոնածառտանկել եթե չկա հասարակական վայրում եթե չկա քաղաքապետարանի թույլտվությունը Իսկ մի վարքյան իսկ արգելք կա դրա հետ կապված Ձեզ եմ հարցնում Ես պատասխանես հետևյալն է հայտնի իրավական նորմ կա ամբողջ աշխարհում դա իրավական ամենա այսպես ասած պոստուլատներից է Եթե որևէ բան արգելված չի ուրեմն թույլատրվում է Եթե ես ակցիա եմ հասկացնում ազատության հրապարակում ապա ես պետք է նկարագրեմ թե ինչ եմ անելու չէ Պարտադիր մանրամասն ոչ ես նկարագրում եւ երկրորդ մի այսպեսի կարևոր խնդիր կա Ուրեմն խաղաղ հավաքների սկզբունքն է որ խաղաղ հավաքների ժամանակ չպիտի ունենաս դու զենք Հավաքը խաղաղ է այն իմաստով որ պետք է զենք չլինի Իսկ բանը բայց կարող են լինել լոզունգներ, պլակատներ, կարող են լինել տարբեր տիպի այլ քիչիկներ, առարկաներ եւ այլն, եւ ես կարծում եմ որ տոնածառը այդ առարկաներից մեկն է ինքը երբեք զենք հանդիսանալ չի կարող։ Եվ դա այդ նույն առարկաներից մեկն է։ Բացարձակապես այստեղ ես խնդիր չեմ տեսնում։ Դառնալով օմբուդսմենին, հա, որոնք են այդ ինստիտուտի կայացման ճանապարհները այն որ մենք կունենանք ազատ դատարան, չգիտեմ, լավ ոստիկանություն եւ քաղաքացիական զարգացած հասարակություն, միայն այդ դեպքում կաշխատի։ Հիմա արդեն իմաստ չկա այդ օմբուդսմենի։ Ոչ, նախ ասեմ, երկու մասի բաժանեմ։ Մեկը, եթե իսկապես իշխանությունը եւ հասարակությունը այդ արժեքներով գնում է դեպի առաջ է գնում, այսպես ասած անցումային, ինչպես ասել է հաստատում, իսկապես այդ ցանկությունը կա, այդ դեպքում օմբուդսմենի ինստիտուտը շատ արդյունավետ կաշխատի, սա մեկ։ Երկրորդ, եթե չեն գնում, արդյոք պետք է օմբուդսմենի ինստիտուտ թե ոչ։ Ամեն դեպքում ես համարում եմ պետք է, ինչու համար, որովհետև ամեն դեպքում ինչքան էլ արդյունավետ չլինի, ինչքան էլ իմ գնահատականների հետ ես ինքս համաձայն լինեմ, միևնույն է, դա լրացուցիչ մի ինստիտուտ է բարձրաձայնելու համար եւ շատ ավելի հեղինակավոր քան հասարակական կազմակերպություններն են այդ հարցերը բարձրաձայնելու համար։ Այսինքն դուք չեք բացառում, որ 4-րդ օմբուդսմենը կլինի ադրբեջանական ղազախական տիպի։ Չեմ բացառում, որովհետեւ ամեն անգամ արդեն երրորդ փորձն է պայմանական ասած շակերտների մեջ ձախողում իշխանությունը, այս անգամ կփորձի այնպիսի մի տեխնացուկներ, որ չձախողի։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։ Մենք վաղը նորից կհանդիպենք, ցտեսություն։